Նախագահին ես հարցազրույցի եմ հրավիրում Սմբատ Մաթևոսյանին, պարոն Մաթևոսյան, խնդրեմ ներկայացեք։ Սմբատ Մաթևոսյան, համահայկական միասնության ազգային խորհրդի անդամ, վարչության անդամ։ Պարոն Մաթևոսյան, դուք այսօր մասնակցեցիք հանրահավաքին, ես կխնդրեմ ձեր կարծիքը հայտնեք, ինչ տպավորություն ստացաք, արդյոք այն գործնական էր։ Տպավորությունը, եթե մարդկանց քանակի առումով դիտարկենք, լավ տպավորություն ստացա, մարդիկ հավաքվեցին, բայց խնդիրը գիտեք ինչումն է, տեսեք, սոցիալական հարցեր մենք բոլորս սիարգ է, ամբողջ հայազգն այսօր արցախցիների սոցիալական խնդրի այդ կապված անհանգստացած։ Ուղղակի ներկայություն ենք ապահովել, որ մենք միանում ենք այս սոցիալական հարցերին։ Ցավոք սրտի սոցիալական հարցերն էլ ծագել են քաղաքական իրավիճակներից։ Դրա համար որ հիվանդը գնում է բժշկի, ոչ թե կոնկրետ արտաքին երևացող հիվանդությունն են բուժում, այլ աղբյուր է։ Դրա համար մի հատ դիագնոզ են անում, որպեսզի հիվանդության աղբյուրը հավաքի հարգելի մասնակիցներ, ամենակարևոր սոցիալական հարցերով խնդիր չի, մենք միշտ պատրաստ ենք կանգնենք, բայց սոցիալական խնդիրները որտեղից է առաջանում, այդ մասին է պետք մտածել։ Կամ ազգային անվտանգության պետք է կարծում եմ ընդհանրապես որևէ կերպ դրանից չվախենալ։ Ակցարվում եք, լսեցիք, որ հասարեմ ոստիկանության որևէ աշխատակից փորձում են բռնություն գործադրել եւ հիմա այդ մասին կոչ է հնչում։ Հա, ես տեղյակ չեմ, բայց եթե այդպեսի բան են արել, ոստիկանության ղեկավարը երիտասարդ տիկինը հետ ճիշտ չի անում, որ ոնց որ ասենց արցախցիների վրա ախորժակ է բացվել ոստիկանների մոտ, այս ինչ խնդիր է։ Սա նորմալ չի, սա լավ բանի չի բերի։ Ուրեմն ոստիկանների այն ժամանակ են ոստիկանները ակտիվանում, երբ նկատում է իշխանությունը մեծ վտանգ։ Չեք կարծում հենց այդ վտանգի զգացողությունն է, որ նրանց երևի հրահանգվել է ոստիկաններին որոշակի գործողությունների դիմել։ Այսօր մաքսիմում իրանք կարան սադրիչ ինչ-որ բան անեն, այստեղ ոչ մի վտանգ չեմ տեսնում ես, սոցիալական հարցերով այս մարդիկ հավաքվել են, սոցիալական իշխանափոխության կամ իշխանությանը ոչ մի վտանգ չի սպառնում, ուղղակի սոցիալական պահանջ է, իրանք էլ այնքան շատ փող ունեն, ամերիկաներով, աշխարհով մեկ ման են գալիս, թող մի քիչ այդ հաճույքները կրճատեն, այս ժողովուրդը մեղք են, օգնեն, անտուն անտեղ մնացած մեր հայրենակիցներին։ Իսկ իշխանում է, որ սադրեն, ինչ-որ կռիվ գալմաղալ սարքեն, այսի շատ ամոթ կազմակերպողներին, եթե այդ ձևի բան են կազմակերպել։ Ու հուսով եմ մի օր այդպիսի, այդ կատեգորիայի բոլոր մարդիկ անպայման դատարանի առաջ կանգնելու են։ Սա թշնամանք ազգամիջյան մեծ պրոբլեմ է։ Այս իշխանությունները մշտապես այդ նպատակն ունեցել են հրահրելու ներքին բախում, քաղաքացիական բախումներ, լարվածություն, այնուհանդերձ անդրադառնալով ձեր խորհրդի հետ կապված կխնդրեմ ինչպիսի դիրքորոշում ունեք այս իշխանության գոյության պարագայում, արդյոք հնարավոր է հասնել գերիների վերադարձին, արդյոք հնարավոր է հասնել նրան, որ արցախցու վերադարձի հարցը քննարկվի։ Գիտեք, կոնկրետ ձեր բարձրացած հարցերի շուրջ հավաքվել է խորհուրդը, ձևավորվել է այս կառույցը։ Ու բոլոր ձեր բարձրացած հարցերի հետ կապված ամենօրյա քրտնաջան աշխատանք է։ Տարվում, որ ելքերը գտնվում այդ հարցերի լուծումների։ Իհարկե այսօրվա իշխանությունների շնորհիվ ենք այսօրվա վիճակում հայտնվել։ Բայց հուսում ենք, որ մի օր էլ ասած ժողովուրդը կհավաքվի իշխանափոխության համար, մոտակա օրերը, որովհետև գնալով երկրի համար պրոբլեմը գնալով մեծանում է, շատանում է, հետո դժվար է լինելու կամ անհնարի։ Երկիրը մեջտեղից կպայթի մի օր ու չգիտենք, կդառնանք երևի Էլմանիստան կամ սուլթանական խնդիրը։ Ամեն դեպքում չեք կարծում, որ եկել է հասունացել է այն պահը, որ
հայաստանյան բոլոր ուժերը պետք է համախմբվեն, հայ ժողովուրդը պետք է համախմբվի, այսինքն դադարենք այլևս հայաստանցի, ղարաբաղցի այդ խայտարակ բաժանիչ թեզը շրջանառելու, որը այս իշխանության հայտնի թեզն է, եւ կանգնենք Արցախի մեր ժողովրդի կողքին, իսկ Արցախի կողքին կանգնել նշանակում է կանգնել Սյունիքի կողքին, կանգնել Երևանի կողքին, ի վերջո ողջ Հայաստանի եւ հայ ժողովրդի կողքին։ Այո, իհարկե, իսկ ինչ մնում է ժամանակն արդեն հասունացել է 20 թվականի պատերազմից կեսից արդեն հասունացած էր այդ ամեն ինչը, ով գիտակցում էր, ով տեսնում էր, հասկանում էր ինչ հետևանքներ է ունենալու այսօրվա քաղաքական իշխանությունը, ինչ ճանապարհով է գնում։ Ու հասունությունն էլ էսպես է, տարի վրա հասունանում է, իսկ մի բան եթե շատ է հասունանում, մի օր փոխվում ընկնում է։